Բարոյ սիրելի հայրենակիցներ, թրում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն ապրիլի 30-ն է։ Երեք չստացվավ պատրաստել հաղորդում, բայց այսօր շատ հետաքրքիր, շատ կարևոր, շատ մեծ հաղորդում ունենք, քանի որ մենք մոտենում ենք արդեն հիբրիդային պատերազմի, որը որ մղվում է ընդդեմ Հայաստանի, դրա գագաթնակետին։ Դրա նախանշանները հստակ տեսնում եւ զգում եմ, այսօր մանրամասն կքննարկենք, կհասկանանք։ Կարծում եմ ահա այս պահից սկսվելու է ամենաակտիվ տեղեկատվական գրոհը ընդդեմ Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության, շատ ծանր եւ դժվարին օրեր են մեզ սպասվում մինչեւ ընտրությունները եւ մի փոքր ժամանակ նաեւ ընտրություններից հետո դրա համար չափազանց ուշադիր է պետք լինել։ Այս տեղեկատվական գրոհը, կրկնում եմ, հասնում է ահա իր գագաթնակետին։ Հիմնական հարցերը դրանք են, որոնք որ կքննարկենք, բայց կանդրադառնանք նաև միջազգային կարևոր անցուդարձին նույնպես։ Անպայման կոչ եմ անում եւ հիշեցնում եմ լայքերի համար, սիրելի հայրենակիցներ, դա չափազանց կարևոր է, որպեսզի այս տեղեկատվական պատերազմում գոնե թե այս ամիսու կեսը, որպեսզի մենք կարողանանք պատվով անցնել եւ բոլորս միասին մեզ համար, Հայաստանի Հանրապետության համար կարողանանք գրանցել լավ արդյունքներ։ Իրոք պահը շատ կարևոր է եւ շատ պատմական տեղեկատվությունը, ճիշտ վերլուծությունը այս կարևոր ժամանակահատվածում մեծ դեր ունի։ Ուրեմն, սկսենք նրանից, որ երեք Ադրբեջանից շատ հետաքրքիր պատվիրակություններ գտնվում Երևանում։ Ես առաջին անգամ տեսա, չեմ հիշում սրանից առաջ, որ ինքնաթիռով Ադրբեջանից փոխվարչապետ այցել էր Հայաստան։ Շախին Մուստաֆաևն էր գտնվում Երևանում։ Դրանից բացի մենք տեսանք նաև այն, որ այդ ընթացքում տեղի ունեցավ հետաքրքիր մի հանդիպում Հայաստան-Ադրբեջան պետական հանձնաժողովի 13-րդ նիստը գումարվեց Հայաստանում եւ հիմնական թեման, գիտենք, սահմանազատման հարցն է։ Հայաստանի կողմից այդ կազմի ղեկավարն էր Մհեր Գրիգորյանը։ Սա նշանակում է մեկ բան, որ ոչ միայն կենթանի է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, այլ կոնկրետ գործնական քայլեր են իրականացվում, այսինքն սահմանազատման պետական հանձնաժողովը, որը որ հաստատված է երկու երկրների կողմից պաշտոնապես փաստացի շարունակում է իր աշխատանքը 13-րդ նիստն է գումարել այդ հանձնաժողովը, որը որ հստակ ուղերձ է կարծում եմ բոլորին, թե Ադրբեջանում, թե Հայաստանում եւ թե ամբողջ աշխարհում, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը չի մտել հակուղի։ Սա կարծում եմ կարևոր հարց էր, բայց կան ավելի նաեւ կարևոր հարցեր, քանի որ ինչպես արդեն նշեցի, տեղեկատվական շատ լուրջ պայքար է մղվում ընդդեմ Հայաստանի։ Երեք մենք նաև տեղեկացանք, որ հակակոռուպցիոն կոմիտեն նոր բացահայտումներ է իրականացրել եւ նոր ձերբակալություններ են տեղի ունեցել 5 անձ կրկին ձերբակալվել է, քանի որ նրանք խախտել են բարեգործության արգելքը, ինչպես նաև ընտրակաշարք են բաժանել, Դրանից բացի կատարվում են մի շարք խուզարկություններ, այսինքն տեսանք նաև ձայնագրություններ, ինչը վկայում է այն մասին, որ չնայած նրա, որ Հայաստանում հակակոռուպցիոն կոմիտեն Հայաստանի ազգային անվտանգությունը շատ ակտիվ գերծանրաբեռնված ռեժիմով աշխատում են եւ բազմաթիվ բացահայտումներ են տեղի ունենում, գրեթե ամեն օրվա ռեժիմով մենք տեսնում ենք, որ բավականին լուրջ բացահայտումներ եւ ձերբակալություններ են տեղի ունենում, բայց այնուամենայնիվ այդ համատարած կոռուպցիոն սխեմաները դերևս աշխատում են, ցավոք սրտի, դերևս ընտրակաշարք է բաժանվում համատարած Հայաստանի Հանրապետության մեջ, բայց կարևոր է արձանագրել մեկ բան, եւ դա ուրախացնում է բոլորիս, որ հակակոռուպցիոն կոմիտետը եւ Հայաստանի ազգային անվտանգությունը կարողանում է, կարծես թե ընդհանուր առմամբ կարողանում է վերահսկել իրավիճակը եւ վաղ թե ուշ բոլորին բացահայտում եւ ձերբակալում են։ Հաջորդը, որը որ ամենակարևոր հարցին ենք ըստ ինձ մոտենում, երեք հերթական հավաք, ասենք, ժողով, ասենք,
մամուլի հարցերի պատասխանել, ասենք, մի քիչ դժվար են այս ձևակերպումները ինձ համար։ Սամվել Կարապետյանի այդ հարց պատասխաններ, այդ հայտարարություններն էին, որոնց որ մենք բոլորս ականատես եղանք։ Ինչ ասում Սամվել Կարապետյանը, ըստ իր տեղեկությունների կամ ըստ իր պատկերացումների, Հայաստանը պետք է ընդունի, այսինքն պայմանավորվել է Ադրբեջանի հետ, որ իբր արդեն ընդունելու է 300,000 ադրբեջանցի փախստականի Հայաստանում, որոնցից որ 10,000 ադրբեջանցի ծառայելու է հայկական բանակում, իսկ դա կունենա ահավոր ահռելի հետևանքներ Հայաստանի համար։ Սա իմ խորին համոզմամբ չի համապատասխանում իրականության։ Եվ ես կարող եմ նույնիսկ վերլուծություններով հանդես գալ հերքելու համար այս պնդումները։ Հիշում եք, երբ որ Հայաստանի իշխանությունները ասում են, թե մենք չենք բարձրաձայնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի հարցը, քանի որ ադրբեջանցիներն էլ այլ հարց կբարձրացնեն, ու քանի որ Հայաստանի իշխանությունները այս հարցը չեն բարձրաձայնում, այս պահի դրությամբ պաշտոնապես մենք չենք տեսնում, որ բանակցային գործընթացի ժամանակ, բանակցությունների ժամանակ կոնկրետ այդպիսի հարց բարձրացնի Ադրբեջանը։ Իսկ այդպիսի հարց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի հարց բարձրացնում են միայն Հայաստանում ներկայիս ընդդիմադիր կոչվողները, այսինքն ընդդիմադիր ասելով, արիք հասկանանք, թե ումի նկատի ունեմ կոնկրետ, այն ուժերը, որոնք որ կարող են մտնել խորհրդարան։ Ժողովրդավարական, եվրոպական ուժերին ես նկատի չունեմ, քանի որ իրենց հնարավորությունները ցավոք սրտի բավականին նվազեն մտնելու խորհրդարան, ցավոք սրտի կրկնեմ։ Եվ այսինքն Սամվել Կարապետյանի թիմը լինի, Ռոբերտ Քոչարյանի թիմը, Սերժ Սարգսյանի թիմը, այդ բոլոր ուժերը բարձրաձայնում են այն հարցը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է վերադառնա Լեռնային Ղարաբաղ։ Իսկ Հայաստանի իշխանությունները հակադարձում են, ասելով, որ եթե մենք այդ հարցը դնենք օրակարգի մեջ, ապա Ադրբեջանը այլ պահանջներ կդնի, այսինքն ադրբեջանցիներն էլ կպահանջեն, որ այն փախստականները, որոնք որ խորհրդային ժամանակահատվածում բնակվել են Հայաստանում, նրանք էլ պետք է հետ վերադառնան Հայաստան։ Ճիշտ է, եթե մենք էլ փոխադարձ պահանջներ ներկայացնենք, որ Բաքվից, Սումգայիթից եւ Ադրբեջանի այլ քաղաքներից փախստականները հայ պետք է վերադառնան Ադրբեջան, դա եւս հնարավոր է։ Սակայն նույնիսկ եթե նման բան տեղի ունենա, ադրբեջանցիների թիվը չի կազմելու 300,000, չի կարող կազմել 300,000, բայց կրկնեմ, հաշվի առնելով այն, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են պահանջել, կոնկրետ պահանջ տանել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է վերադառնա Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանը չի կարող պաշտոնապես եւ չի էլ անում այս պահի դրությամբ նման պահանջ, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան։ Հետևաբար այդ պնդումները ոչ մի հիմք չունեն։ Հույսով եմ պարզ էր։ Եվ ահա սա շատ լուրջ հիբրիդային պատերազմի տեղեկատվական պատերազմի իր մեջ շատ մեծ բաժին է պարունակում։ Հաջորդ հարցը, որին ես կուզեի անդրադառնալ, առաջին տեսանկյունից փոքրիկ հարց է, բայց բավականին մեծ իրարանցում է առաջացրել սոցիալական ցանցերում։ Ես Facebook-ում վերջին շրջանում բավականին пассив եմ, տարիներ առաջ բավականին ակտիվ էի, վերջին շրջանում շատ пассив եմ, քանի որ համոզվեցի, որ Facebook-յան մեկնաբանությունները, գրառումները բավականին ցածրորակ են։ Սակայն վերջերս, երբ որ ես մի քանի նյութ դրի իմեջի վրա, կրկին անգամ համոզվեցի, որ Facebook-ը ամենահարմար հարթակն է այդ ուժերի համար ապատեղեկատվություն տարածելու։ Միանգամից տեսա բազմաթիվ ֆեյքեր, բազմաթիվ նաև անձանց, ովքեր որ չկան իմ ընկերների մեջ, բայց շատ ակտիվ եւ արագ մեկնաբանություններ են թողնում իմ գրառումների տակ։ Խոսքը հայկական անձնագրի գույնի փոփոխման մասին էր, որտեղ որ իբր մի բժիշկ, ինչքանով բժիշկ է, չգիտեմ, դժվար թե բժիշկ լինի նորմալ, կիսվել էր իր գրառմամբ, թե թուրքական անձնագիրը նույնպես կարմիր գույն է, մոռանալով, որ Ռուսաստանի անձնագիրն էլ է կարմիր գույն։
եվրոպական անձնագրերը նույնպես կարմիր գույն են եւ ընդհանրապես ամենատարածված գույնն է այսօր անձնագրերի գույնը կարմիր աշխարհում։ Հետո սկսեցին որոշները գրել, թե որտեղ է Արարատը խոր վիրապի հետևում։ Միանգամից այստեղից էլ պարզ դարձավ, որ սա եւս հիբրիդային տեղեկատվական պատերազմի արշավի հստակ բնույթ է պարունակում։ Պարզվեց այն, որ խոր վիրապը պատկերված է հակառակ կողմից։ Ես գիտեմ Հայաստանի իշխանությունների վարչապետի հայտարարությունները Արարատի մասով, ես ինքս միշտ էլ ասել եմ, որ այդ հայտարարությունների հետ համամիտ չեմ, քանի որ Արարատը հայկական սիմվոլ է։ Հայկական սիմվոլ է, ոչ մի վարչապետ ով ուզում է լինի, ինչքան էլ լավը ուզում է լինի, ինչքան էլ վատը ուզում է լինի, իր կյանքը այնքան կարճատև եւ փոքր է իշխանավարումը, որ հայկական գիտակցության միջից ճնչել Արարատը դա ընդհանրապես անհնարին մի գործ է, հնարավոր բան չէ։ Սակայն նույն ժամանակ մենք վերլուծել եւ հասկացել ենք այն, միասին սիրելի հայրենակիցներ, որ Փաշինյանը ուղղակի ուզում է հասկացնել մեկ պարզ ճշմարտություն, որ մեր Արարատ սիրելը որոշ ուժեր եւ որոշ երկրներ ուզում են ներկայացնել որպես տարածքային պահանջ Թուրքիայից։ Հիմնականում սա է ուզում ասել Փաշինյանը, բայց չեմ կարող ասել, որ դա շատ հաճախ ձևով է անում։ Սակայն ինչ վերաբերվում է կոնկրետ անձնագրին, ինչպես արդեն ես նշեցի, ապա խոր վիրապը պատկերված է հակառակ ուղությունից։ Շատերն են այդ մասին գրել, շատերն են այդ պնդումը անում եւ նույն ժամանակ անձնագրի վրա հայկական զինանշանի մեջ նույնպես պատկերված է Արարատ լեռը Նոյան տապանով։ Գիտենք մենք բոլորս։ Ինչ այլոց Արարատ լեռը ոչ միայն հայերի համար, այլ բոլոր ժողովուրդների, ովքեր որ Աստվածաշունչը ընդունում են, Արարատ սարը բիբլիական եւ պաշտելի լեռ է։ Բայց այն ինչ անում է Հայաստանի ընդդիմությունը կամ հիբրիդային պատերազմի մաս կազմող ուժերը, դա միանշանակ քաղաքական հիբրիդային տեղեկատվական մանիպուլյացիա է։ Ինչպես նաև քաղաքական հիբրիդային տեղեկատվական մանիպուլյացիաներ են։ Այն պնդումները, թե իբր Ադրբեջանից 300,000 ադրբեջանցի է գալու Հայաստան, կամ այն, որ ջերմուկը ամբողջովին արգելվել է Ռուսաստանում։ Արգելվել է խմբականակ, երկու օր առաջ եմ խոսել այս մասին, թվով 300,000։ Եվ ես նաև մեկ ամիս առաջ ասել եմ, որ Ռուսաստանը նման գործողությունների դիմելու է։ Հələ դեռ ավելի շատ ծանր հետևանքներ ունեցող գործողությունների նույնպես դիմելու է։ Այսինքն այս մեկ ամսվա ընթացքում պատրաստ եղեք, որ այնպիսի բաների ենք ականատես լինելու, որ մինչև հիմա երբեք նման բաների ականատես չենք եղել։ Եվ ամեն լուրի, ամեն տեղեկատվական լցանումի չպետք է հավատանք։ Երեք նաև հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Թոմ Բարակը։ Այս անձնավորությունը շատ հետաքրքիր հայտարարություններով է հանդես գալիս, բայց միշտ չէ, որ նրա հայտարարությունները ընդունելի են։ Մի տեսակ այնպիսի դեսպան է, որի հայտարարությունները կարելի է նմանեցնել ինչ-որ միտեղ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, այսինքն մի քիչ տարօրինակոտ հայտարարություններ անող է, բայց նույն ժամանակ այդ հայտարարությունների մեջ մենք կարող ենք տեսնել եւ գտնել նաեւ իրականություն, ինչ կարող է տեղի ունենալ, ինչ կարող է լինել։ Սակայն երեկվա հայտարարությունը, որտեղ որ նա ողջունել է Թուրքիա եւ Հայաստանին վերջին քայլերի համար, ուղղված իրենց տնտեսությունների եւ ժողովուրդների վերամիավորման համար, մի քիչ շատ հնչեղ է հնչում։ Ոչ մի տնտեսություն եւ ոչ մի ժողովուրդ չի միավորվելու երկաթգծի եւ կամ սահմանի բացումով։ Ճիշտ է, տնտեսական ակտիվություն, աշխուժություն գրանցվելու է եւ կարեւոր քայլ է դառնալու դա ժողովուրդների մերձեցման համար, խնդիրների վերացման համար, բայց վերամիավորման մասին տնտեսությունների եւ ժողովուրդների դա շատ լուրջ չափազանցություն է։ Սակայն կարևոր է նաեւ այն, որ նա նշել է, թե Թրամփի քաղաքականությունը ձևավորում է նոր հարավային Կովկաս, փոխկապակցված եւ խաղաղ, եւ Թրամփի նպատակն է, որ
տարածաշրջանում կայունություն եւ բարգավաճում լինի։ Սա պարզ է եւ հասկանալի է եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը Հայաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը Թուրքիայում հստակ մեկ բան են հասկացնել տալիս, որ հայ-թուրքական կարգավորման հետևում կանգնած են Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Շատ հստակ դա հասկացնում են եւ ես չեմ տեսնում դրա հերքումը թե Թուրքիայի եւ թե Հայաստանի կողմից։ Կարևոր է նաև մեկ բան նշել, ես կարծում եմ ի պատասխան բոլոր հիբրիդային հարձակումների եւ ստերի մի քանի օրից Հայաստանում բոլոր ականատես կլինեն, թե ինչպես աշխարհի մեծերը, աշխարհի հզորները գալիս են Հայաստան։ Աշխարհի ղեկավարները, կարելի է այսպես ասել։ Բացառությամբ Դոնալդ Թրամփի, Սի Դինպինի, եթե Վլադիմիր Պուտինն են նրանց շարքում, նաև Վլադիմիր Պուտինի եւ էլի մի քանի հոգու։ Մնացած աշխարհի հայտնիները եւ մեծերը հիմնականում Եվրոպայից, բայց տեսանք որ նաեւ ոչ միայն Եվրոպայից, քանի որ Կանադայի վարչապետը նույնպես գալիս է Հայաստան, գալիս են Հայաստան։ Սա նշանակում է այն, որ Եվրոպան ճանաչում է Հայաստանը որպես իր մաս, կարևորագույն մաս եւ ահա այս դժվար կրիտիկական պահին Եվրոպական միության ղեկավարները եւ ոչ միայն Եվրոպական միության ղեկավարները գալիս են Հայաստան, աջակցելու Հայաստանի ժողովրդին, Հայաստանի ժողովրդավարությանը եւ ինքնիշխանությանը եւ Հայաստանի պետականությանը, պետությանը, այն ինչ մենք չենք ունեցել 30 եւ պլյուս տարիների ընթացքում, անկախությունից հետո, նույնիսկ անկախությունից առաջ էլ չենք ունեցել 1918 թվականին էլ նման բան տեղի չի ունեցել։ Չեմ կարող ասել երբ է ընդհանրապես տեղի ունեցել նման մեծ մասշտաբների միջոցառում հայկական պատմության մեջ, դժվար է միանգամից հիշել եւ ասել, երևի նման բան երբեք էլ տեղի չի ունեցել, այն ինչ տեղի կունենա ընդամենը 4 օրից։ Աշխարհի մեծերը, աշխարհի թագավորները, երկրների ղեկավարները, ինչպես ուզում եք ձևակերպենք, գալիս են Հայաստան։ Եվ սա նաև կարևոր ազդեցություն պետք է ունենա հայ ժողովրդի գիտակցության վրա։ Հիմա անցնենք միջազգային հարցերի քննարկմանը, սիրելի հայրենակիցներ։ Դոնալդ Թրամփը արձագանքել է Ֆրիդրիխ Մերցի հայտարարություններին։ Հիշում եք, Ֆրիդրիխ Մերցը ասում էր, թե իբր Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտվել են, որ նման հայտարարություններ արեց, ես չհամաձայնվեցի նաև իր հայտարարությունների հետ։ Հիմա Դոնալդ Թրամփը ասում է Մերցին, թե ուրեմն դու փաստացի ուզում ես, որ Իրանը ունենա ատոմային զենք, եւ դու չես հասկանում, թե ինչի մասին ես խոսում։ Ու այս առումով ես կարծում եմ, որ Դոնալդ Թրամփը ճիշտ է, քանի որ մենք տեսանք, թե ինչպես Իրանը փորձեց պատերազմի ժամանակ Իժենից դեպի հարավ գտնվող բրիտանա-ամերիկյան կղզում կղզուղությամբ հրթիռ արձակել, որը որ շատ ավելի հեռու էր, քան հայտարարում էին իրանցիները, թե կարող են իրենց հրթիռները թռնել։ Ճիշտ է, Ամերիկայի Միացյալ Նահանգների ավիակիրները օդում որսացին այդ հրթիռները, բայց դա ցուցադրեց կարծում ամբողջ աշխարհին, որ իրանական հրթիռները կարող են հասնել նաև մինչև Եվրոպա։ Շատ հանգիստ կարող են հասնել նաև Գերմանիա։ Եվ այս առումով շատ ճիշտ էր, ես կարծում եմ Դոնալդ Թրամփի պատասխանը Ֆրիդրիխ Մերցին։ Իրականում կարելի է հասկանալ թե եվրոպացի առաջնորդների հայտարարությունները եւ թե Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումը։ Այստեղ դժվար է ասել ով է ճիշտ, ով է սխալ, բայց այն որ ընդհանուր միասնությունը խաթարված է, հիմա միայն Գերմանիան է նկատի չունեմ ամբողջ Եվրոպան, դա փաստ է։ Իսկ Մերցի այդ հայտարարությունը կրկին պետք է նշեմ, որ կոնկրետ Մերցի այդ հայտարարությունը չափազանց սխալ էր։ Դա վնասում էր ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գերմանիա հարաբերություններին, այլ նաև սեպ էր խրում այդ հարաբերությունների մեջ ամբողջ Եվրոպայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, այսինքն այդ սեպը եթե նույնիսկ ընդունենք, որ այդ սեպը կար, ապա այն ավելի խորը մեծ ճեղք էր արդեն տալիս ճեղք է տալիս այդ հայտարարության կապակցությամբ եւ ընդհանրապես կասկածի տակ է դնում Ամերիկայի Միացյալ Նահանգների հեղինակությունը ամբողջ աշխարհում։ Ահա Չարլզի գտնվելը Ամերիկայի Միացյալ Նահանգներում
կամ կոնգրեսում արված հայտարարությունները կարծում ավելի հետաքրքիր էին, ընդհանուր առմամբ եւ ավելի կարեւոր եւ ավելի ճշգրիտ մոտեցում ունեին եւ ավելի շատ էին օգնում, կարծում եմ նույն ամերիկացիներին եւ եվրոպացիներին այդ հայտարարությունը օգնում էին եւ օգնեցին եւ օգնելու են հարաբերությունների ճշտման, վերականգնման եւ նորը կառուցելու ուղղությամբ։ Իրանի մասով հետաքրքիր տեղեկություններ է հայտնում Reuters-ը, պնդելով, որ փաստացի պատերազմից հետո Իրանում իշխանությունը անցել է իսլամական հեղափոխության կորպուսի ձեռքը եւ ընդհանուր առմամբ հոգեվոր առաջնորդի դերը թույլատրել է, քանի որ մինչև հիմա էլ պարզ չէ թե Մոջտաբա Խամեյնին իրականում կենթանի է թե չէ, ինչքանով է վիրավորված, ինչքանով է իրավիճակով, ինչքանով հնարավորություն ունի ղեկավարել երկիրը եւ հստակ ցուցիչներ կան, ըստ որոնց կարելի է ենթադրության գալ, որ Իրանում շատ լուրջ կրիզիս է իշխանության մեջ, փաստացի զինվորականները ղեկավարել են սկսել Իրանը, դա հաստատում են նաեւ փաստացի պակիստանցի բանակցողները, ասում են, որ շատ դժվար են Իրանում որոշումները կայացվում, իրենց շատ դժվար է պատասխանել հարցերին, շարունակել բանակցությունները 2-3 օր պահանջվում է, տատանվում են, փոխում են իրենց որոշումները եւ այդտեղից հստակ իրենք եզրահանգման են գալիս, որ միասնական ընդհանուր կենտրոն, որտեղ որ կայացվում են որոշումներ, գոյություն չունի եւ դա հստակ ցույց են տալիս իրանցիների գործողությունները։ Դրա համար ահա այս վիճակում են գտնվում բանակցությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, այսինքն այն ինչի մասին մենք խոսում ենք դեռ 10 օր առաջ, ամենաառաջիններից մեկն էինք մենք, որ նկատեցինք, որ նման բան կա իրականում Իրանում, իշխանության մեջ, պառակտում խորը տարաձայնություններ եւ խորը անորոշություններ։ Եվ այդ ֆոնին Թրամփը կրկին նոր հայտարարություն է արել, նա էլ ասել է, որ Իրանում կա միասնական կենտրոն, որը որ նորմալ որոշումներ կկայացնի, իրենք չեն կարող որոշումներ նորմալ կայացնել, փաստացի դա է ասել իր գրառման մեջ Դոնալդ Թրամփը, բայց ասում է շատ արագ պետք է իրենք խելքի գան եւ որոշումներ կայացնեն, քանի որ այլևս ոչ մի լավ տեղա, լավ մարդ ես չեմ խաղալու, հստակ ակնարկելով, որ հարվածները անպայման կլինեն Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ, այսինքն այս հարադադարը շատ փխրուն է եւ կարող է ցանկացած պահի ավարտվել։ Դրանից բացի Axios-ը հետաքրքիր տեղեկություններ է տալիս մեզ, որպեսզի մենք կարողանանք կողմնորոշվել Axios-ի տեղեկություններով Թրամփի կողմից ձեռնարկված Իրանի ծովային շրջափակումը շատ կարևոր եւ մեծ արդյունքներ է տալիս, այսինքն նույնիսկ ավելի մեծ, քան սպասում էին Ամերիկայի Միացյալ Նահանգները, չնայած հիմա տեղեկություններ կա, որ Պակիստանը օգնում է Իրանին ցամաքային ճանապարհով ինչ որ փոխադրումներ կազմակերպել շատ արագ, բայց այնուամենայնիվ ծովային շրջափակումը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից իր արդյունքները տալիս է։ Դրանից բացի ըստ Axios-ի Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստում են նոր հարվածներ հասցնել Իրանի նկատմամբ, ինչի միջոցով Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է փորձեն ազդել Իրանի վրա, որ նրանք սկսեն արդեն նորմալ բանակցել։ Իսկ Bloomberg-ի տեղեկություններով Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է գերձայնային նոր համակարգեր օգտագործեն Իրանի նկատմամբ շատ շուտով։ Այսինքն մենք ունենք տեղեկություններ, փաստացի արդեն կան այդ տեղեկությունները, այդ բնդումները, եթե այդպիսի հրապարակումներ կան, կարելի է համարել մոտ պաշտոնականի, որ պատերազմը շատ շուտով կարող է վերսկսվել։ Կարևոր է նաև նշել այն, որ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Նախ Ռուսաստանի Դաշնության օգնական Ուշակովն է այդ մասին հայտարարել։ Պուտինը նաև հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ հաղթանակի օրվա կապակցությամբ պատրաստ է ինքը հրադադար հայտարարել, Թրամփը իրեն աջակցել է Ուշակովի։ Պուտինը նաև հայտարարել է, որ Կիևը ամեն օր կորցնում է տարածքներ, դրա պատճառով Կիևը դիմում է ահաբեկչության, չկարողանալով կանգնեցնել ռուսական
զորքերը։ Դրանից բացի Պուտինը խոսել է այն մասին, որ Ուկրաինան չի անցկացնում ընտրություններ եւ խանգարում է Ռուսաստանում անցկացվող ընտրություններին։ Իսկ Թրամփը ըստ Ուշակովի ասել է, որ իրենք ներգրավված են կոնֆլիկտի լուծման հարցում Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև եւ ըստ Ուշակովի Թրամփը ասել է, թե այդ պայմանավորվածությունները շատ մոտ են։ Պուտինը Թրամփին աջակցել է իր վրա տեղի ունեցած մահափորձի մասով, դե այստեղ բնական է աշխարհակական ոչ մի հարց չկա, Պուտինը պետք է աջակցության խոսքեր ասեր Թրամփին, գտել են շատ լավ ժամանակը, որպեսզի նման խոսքեր ասեն, Թրամփն շատ արագ շոյվում է, գիտենք, երբ որ իրեն աջակցում են այստեղից կամ այնտեղից։ Դրանից բացի կարևոր է նշել այն, որ Պուտինը Թրամփին ասել է, թե Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսումը կործանարար հետևանքներ կունենա։ Ինչ որ միտեղ ես սա որպես սպառնալիք եմ նկատում, բայց դե քողարկված ձևով է ինքը այդ ամենը ասել, ուղղակի Թրամփին զգուշացրել է, որ շատ վատ հետևանքներ կլինի մի վերսկսի պատերազմը, փաստացի դա է ասվում այդ հաղորդագրության մեջ։ Դրանից բացի հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են ապագայում իրենց տնտեսական եւ էներգետիկ համագործակցության հնարավորությունը։ Այն ինչ Դոնալդ Թրամփը վաղուց ցանկանում է դուրս հանել Ռուսաստանի Դաշնությանը պատժամիջոցների տակից եւ սկսել առևտուր բավականին խորը առևտրային ծրագրեր ունի Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ։ Մեզ համար դա լավ է թե վատ, շատ երկար պետք է մտածել եւ խոսել։ Ամեն դեպքում ծայրաստիճան լարվածություն Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության միջև չեմ կարծում, որ մեր շահերից բխում է։ Ուրեմն կարևոր է նաեւ նշել այն, որ Պուտինը իր պատկերացումներն է ներկայացրել Դոնալդ Թրամփին Ուկրաինայի մասով։ Եվ նա նաեւ ասել է այն, որ այնուամենայնիվ Ռուսաստանը կհասնի բոլոր ծրագրերի իրականացմանը։ Եվ հիմա Դոնալդ Թրամփը հավանաբար կսկսի կրկին ռուսական կողմի թեզերը տարածել, ինչին մենք բազմիցս ականատես ցավոք եղել ենք։ Հիմիկայլով Դոնալդ Թրամփը հայտարարություն է արել, թե Ուկրաինան արդեն իսկ պարտվել է այս պատերազմում, բայց մարդիկ նկատել են, որ այդ հայտարարության մեջ կա նաև 159 նավի մասի խոսք, ինչից ենթադրում են, թե Թրամփը ամենայն հավանականությամբ ոչ թե Ուկրաինան նկատի ուներ, այլ Իրանը։ Իսկ Զելենսկին հիմա կոնկրետ այդ հեռախոսազրույցի եւ հայտարարությունների ֆոնին հայտարարել է այն, որ Ռուսաստանի Դաշնությունը հաղթանակ չի տանում եւ Ռուսաստանի Դաշնությունը այս պահի դրությամբ չի գտնվում ուժերի դիրքերում։ Զելենսկիի խոսքերով այս 9-10 ամիսները առավելագույն շահավետ եւ կարեւոր հաջողակ ամիսներ էին Ուկրաինայի համար։ Այս միտքն է ինքը փորձում առաջ տանել, բայց նույն ժամանակ բավականին ծանր է իրավիճակը ռազմի դաշտում եւ ցանկալի է, որ այս պատերազմը ավարտվի։ Մենք երկու օր առաջ նաև խոսում ենք այն մասին, թե ինչ է ասում Սիրսկին, բավականին բարդ է ռազմաճակատում իրավիճակը իրականում դա էլ կա ռուսական Z աղբյուրները հայտնում են, թե Ռուսաստանը ունի կարևոր առաջ խաղացում մասամբ կան տեղեկություններ, որ ինչ որ չափով իրականությանը դա համապատասխանում է, այսինքն ուկրաինական կողմը նույնը ընդունում է, բայց ոչ շատ լուրջ առաջընթացների մասին է խոսքը, բայց մենք տեսնում ենք, թե ուկրաինական դրոնները ինչ են անում Ռուսաստանում, ինչպիսի հարվածներ են հասցնում, եւ երեք տեղեկություն կար, որ դրոնների հարվածից ոչնչացվել է 2 թե 3, կարծես 2 ռուսական ուղղաթիռ։ Գիտեմ, որ այսօր բավականին երկար ստացվեց սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։